հիմնական ընդդիմադիր դերակատարները դրանք պատերազմի կուսակցություն են։ Հիմա իրողությունը դա է։ Եթե մարդիկ, կրկնում եմ, ասում են, որ իրանք պահանջ պետք է ներկայացնեն եւ այս քառակուսի կիլոմետրից դուրս իրանք պետք է չդուրս գան, դա կոչվում է պատերազմ։ Ալեն Սիմոնյանի այս թեզերին ի պատասխան Հայաստան դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանելյանը հակադարձել է կասկածի տակ դնելով իշխանության տեղեկատվության աղբյուրները եւ ենթադրելով, որ նման հայտարարությունները կարող են վկայել Ադրբեջանի հետ ունեցած որոշակի պայմանավորվածությունների մասին։ Դանելյանը հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին պատերազմներ չեն եղել եւ հենց այդ ուժերի շնորհիվ է կերտվել Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը։ Մի քանի ժամվա ասած բանը հերքում ասում են ես չեմ։ Ինքը տենց էլ երկիր է կառավարում։ Դες էլ գնում է բանակցությունների։ Մենք գիտենք բանակցային գործընթացի ժամանակ ով ոնց հայր են պահել, ինչ խնդիրներ ա ունեցել։ Չէ, գիտեք ինչ կա, տեսեք, երկիրը չպետք է կառավարվի եւ ղեկավարվի ուրախ ավտոբուսի տրամաբանությամբ։ Ոնց որ ավտոբուսը ման, հենց էլ պետական կառավարման համակարգն է։ Նույն ձև նաեւ արտաքին հարաբերություններն է։ Գժիտեղ դնելով բանակցությունները վարելով արդյունքի կհասնեն, եթե դա հաջողված փորձ է, իսկ թվում է այդ փորձը կարա ինչ ուրիշ երկրները կիրառեն, թե մենք ենք այդքան տենց առաջադեմ, մենակ մեր մոտ է տենց առաջադեմ իշխանության ներկայացուցիչներ, որ կարողանում են տենց գժիտեղ դնելով բանակցություններ վարեն։ Սալամուն ալեյքում ვა ռահմաթուլլահ։ Իրանում Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար, փոխարինելով Ալի Լարիջանիին։ Զոլղադրի ընտրության հիմնական պատճառը նրա անցյալն է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Լինելով բրիգադային գեներալ եւ ԻՀՊԿ հրամանատարի նախկին տեղակալ, նա ունի ռազմավարության մեծ փորձ, ինչը անհրաժեշտ է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ սրված հակամարտության ֆոնին։ Ի տարբերություն Լարիջանիի, որը համարվում էր ավելի պրագմատիկ եւ դիվանագիտական գործիչ, Զոլղադրը հայտնի է որպես կոշտ գծի կողմնակից եւ Իրանի հոգեվոր առաջնորդի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։ Բացի այդ, նա երկար տարիներ զբաղեցրել է Իրանի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ Սա նշանակում է, որ նա ոչ միայն տիրապետում է արտաքին ռազմական գործողություններին, այլև փորձառու է երկրի ներսում հնարավոր անկարգությունները կանխելու եւ վերահսկելու հարցում։ ԱՄՆ-ն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆին դիտարկել է որպես երկրի ապագա առաջնորդ, հայտնել է պոլիտիկո պարբերականը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Թրամփի վարչակազմը նրան համարում է պոտենցիալ գործընկեր, ինչը վկայում է հակամարտությունը դադարեցնելու Վաշինգտոնի ցանկության մասին։ Ամերիկացի պաշտոնյաները Ղալիբաֆին դիտարկում են ամենահեռանկարային թեկնածուներից մեկը, որի հետ հնարավոր է բանակցային եզրեր գտնել։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը կոշտ հայտարարություններ էր արել, նշելով, որ իրենք իրենց հաշիվները կմաքրեն ամերիկացիների եւ իսրայելցիների հետ։ Boom. Pagabo. Մերձավոր արևելքում մոտ 1 ամիս շարունակվող պատերազմն իր ինտենսիվությունը չի կորցրել նաև անցած ժամերի ընթացքում։ Գրեթե ամբողջ տարածաշրջանում լսվել են մի շարք պայթյուններ, հրթիռային հարվածներ են ուղղվել Իսրայելին, երկրի բանակը հայտնել է Իրանից արձակված հրթիռների նույնականացման մասին, պայթյուններ են հնչել Երուսաղեմում, Իսրայելի հյուսիսում որոնողափրկարարական խմբեր են աշխատում։ Քուվեյթի էլեկտրաէներգիայի նախարարությունը հայտնել է, որ երկրի մի քանի շրջաններում 7 էլեկտրահաղորդման գծեր դուրս են եկել շարքից հոբ համակարգերի կողմից խոցված թիրախների բեկորների պատճառով։ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ կեսգիշերից սկսած արդեն երկրորդ անգամ է հետմաղում անօդաչուների եւ հրթիռների հարձակումը։ Հարվածներ են հասցվել նաեւ Իրաքին։ Երկրի ժողովրդավարական մոբիլիզացիայի ուժերը հայտարարել են, որ Ամբար նահանգում իրենց շտաբին հասցված հարվածի հետևանքով սպանվել են հրամանատար եւ մի քանի մարտիկներ։ Խմբավորումը հարձակման համար մեղադրել է ԱՄՆ-ին։ PMF-ն աշխարհազորայինների միավորում է, որոնց մի մասը պաշտպանում է Իրանին։ Իսրայելական ավիացիայի հարվածները Բեյրութի ուղղությամբ եւս շարունակվել են։ Լիբանանի մայրաքաղաքում լսվել է առնվազն 7 պայթյուն։ Իսրայելական կողմը նշում է, որ թիրախավորում է Հեզբոլայի ենթակառուցվածքները։ Այս ամենին զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու համար Իրանին տրված վերջնաժամկետը, որը լրանում էր նախորդ գիշեր։ Թրամփը շատ լուրջ բանակցությունների մասին է հայտարարել։
Իսրայելական ավիահարվածները Լիբանանում շարունակվում են, թիրախավորելով երկրի հարավային եւ արևելյան շրջանները։ Բաալ-Բեկում տասնյակ տներ են ավերվել կամ բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Հիվանդանոցում էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով տարեց հիվանդներին պարզապես միացրել են շնչառական սարքեր։ Նաբաթիայում իսրայելական հրետանին հարվածել է շտապօգնության մեքենաներին եւ բժշկական կենտրոններին։ Մեյվդունում բուժ աշխատող է սպանվել, 6 է վիրավորվել։ Անվտանգության նկատառումներով փրկարարական խմբերի անդամների թիվը կրճատվել է չթիրախավորվելու համար։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաև Լիտանի գետի կամուրջների եւ սահմանամերձ գյուղերի տների ոչնչացման մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածները Լիբանանի եւ Իրանի ուղղությամբ կշարունակվեն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Իրանի հետ հնարավոր համաձայնության մասին, թեև Թեհրանը հերքել է բանակցությունների փաստը։ Бажаю здоров'я, шановні українці. Коротко про Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հետախուզական աջակցություն է ցուցաբերում Իրանին։ Հղում անելով ռազմական հետախուզության տվյալներին, նա նշել է, որ այս համագործակցությունն ապակայունացնում է իրավիճակը եւ բարդացնում վառելիքի շուկայի վիճակը շատ երկրներում։ Ավելի վաղ Wall Street-ը գրել էր, որ Մոսկվան Թեհրանին է տալիս արբանյակային պատկերներ եւ ԱԹՍ տեխնոլոգիաներ, ինչը Կրեմլը որակել էր որպես կեղծիք։ Так с этим приписанным годом ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պնդել է, որ Զելենսկին շոկի մեջ է, տեսնելով, թե ինչպես է միջազգային ուշադրությունն Ուկրաինայից տեղափոխվել Մերձավոր Արևելք։ Ըստ ռուս դիվանագետի Կիևը պատրաստ չէ դիվանագիտությանը, ուստի շուտով կբախվի հակամարտության կարգավորման նոր ու ավելի ծանր պայմաններին։ Նա շեշտել է, որ Մոսկվան հավատարիմ է բանակցային լուծմանը, սակայն Ուկրաինան շահագրգռված չէ խաղաղությամբ։ Նեբենզյան նաև քննադատել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հյուսիսային հոսքեր գազատարների դեմ իրականացված պայթյունները չդատապարտելու համար։ Եվրոպացի դիվանագետներն ու գերմանացի պատգամավորները լուրջ մտահոգվել են, քանի որ կան հիմնավոր կասկածներ, որ ալտերնատիվ Գերմանիայի համար կուսակցության անդամները Եվրամիության գաղտնի տեղեկությունները կարող են փոխանցել Ռուսաստանին կամ Չինաստանին։ Herr Präsident, liebe Kolleginnen und Kollegen. Գերմանիայի Բունդեսթագի բոլոր պատգամավորները հասանելիություն ունեն տվյալների բազային, որտեղ պահվում են հազարավոր կարևոր փաստաթղթեր։ Դրանց թվում են դեսպանների փակ հանդիպումների արձանագրություններն ու Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ ծրագրերը։ Տեղեկության արտահոսքի վախն արդեն փոխել է բանակցությունների ընթացքը։ Դիվանագետներն այլևս ազատ չեն կիսվում կարևոր տվյալներով։ Կասկածներ կան նաև Հունգարիայի վերաբերյալ, որին մեղադրում են Մոսկվային տեղեկություններ փոխանցելու համար։ Գերմանական կուսակցությունը հերքել է բոլոր մեղադրանքները, դրանք անհիմն անվանելով։ Այնուամենայնիվ գերմանացի քաղաքական գործիչները հիշեցրել են կուսակցության սերտ կապերը Ռուսաստանի դեսպանատան հետ եւ նրանց այցերը Մոսկվա։ Մտահոգությունն աճել է նաեւ, երբ կուսակցության անդամներից մեկի նախկին օգնականը դատապարտվեց Չինաստանի օգտին լրտեսության համար։